Ողջույն սիրելիներ, շարունակում ենք հանուն երեխայի շարքը, շարունակաբար խոսելու եմ ինչպես մեծացնել երջանիկ երեխա, այսօր խոսելու եմ համեստության կարևորության մասին, որքանով է այն առնչվում երջանկության հետ, բոլորս ձգտում ենք, որ մեր երեխաներն ունենան համեստ ընկերներ, մենք բոլորս ևս ունենք համեստ մարդկանց կարիք, իսկ ինչ է համեստությունը? Ով է համեստ մարդը, փորձենք հասկանալ։ Համեստությունը նախ եւ առաջ ինքնաճանաչում է։ Եթե բոլորս համեստ լինեինք, ավելի շատ կլսեինք իրար, ավելի շատ կաջակցեինք։ Համեստ մարդն ընդունում է ուրիշների փորձը, ընդունում է մյուսների կարծիքը, ավելի շատ է սիրում եւ գնահատում, որովհետեւ միայն իր մասին չի մտածում։ Համեստությունը մեր վերաբերմունքն է մեր և ուրիշների նկատմամբ։ Համեստությունը ոչ միայն մեղմություն է, խոնարհություն, այլ նաև մեծ ուժ է։ Եվ այդ ուժն է թույլ տալիս հարգել ուրիշներին, աջակցել առանց ակնկալիքի, օգնել առանց գովեստի խոսքերի, ընդունել սխալները, պահպանելով ներդաշնակությունը։ Համեստությունը ոչ միայն արտաքին վարք է, այլ նաև ներքին վերաբերմունք և ինքնագնահատականի հավասարակշռություն։ Համեստ մարդը գիտի իր արժանիքը և այն չի բարձրացնում ուրիշների հաշվին և իր ինքնագնահատականը ոչ ցածր է, ոչ բարձր և համեստ լինելը բոլորովին չի նշանակում աննշան լինել։ Համեստությունը ոչ միայն մեծամտության բացակայություն է, այլ նաև ցանկություն աճելու, զարգանալու և հարգելու ուրիշների փորձը։ Համեստ մարդը գիտակցում է, որ կարող է շարունակ նոր բան սովորել ուրիշներից։ Մարդու մեծությունը երևում է նրա համեստության մեջ։ Եթե ամեն տեղ ուզում ենք տարբերվել, աչքի ընկնել, սա հպարտությունից է։ Եթե ունենք ոխ, վրեժխնդրություն, չենք ընդունում խրատ և հանդիմանություն և չենք կարող ասել «ներ ինձ», ուրեմն հպարտ ենք և մեծամիտ։ Եթե անդադար շարունակում ենք տարբերվել մյուսներից, ձգտում ենք միշտ համեմատվել, ուրեմն հպարտ ենք։ Սա չի նշանակում, որ մենք չենք կարող կատարելագործել, բարելավել մեր կյանքը։ Սա նշանակում է, որ վերևից չպիտի նայենք ուրիշներին։ Համեստությունը վերաբերմունք է ուրիշների հանդեպ։ Համեստ մարդը հոգատար է, սրտացավ, միշտ ուզում է կիսել իր փորձը, միշտ ուզում է օգնել և իր ներսում իրեն որևէ մեկից բարձր չի համարում։ Ինչպես դաստիարակենք համեստ երեխա։ Երեխային գովենք նրա ջանքերի համար, աշխատասիրության, ձգտումների, պարտաճանաչության, պատասխանատվության, հետևողական լինելու և ոչ թե ընդունակության կամ արտաքին գեղեցկության։ Եթե ուզում ենք մեր երեխաների մեջ սերմանել առողջ մտածելակերպ, համեստություն, այսպես պետք է խոսենք. Դու չարչարվեցիր, հաղթահարեցիր, հասար լավ արդյունքի, հետևողական պարապեցիր և դժվարություններից չխուսափեցիր, չհանձնվեցիր և ես հավատում եմ, ես վստահ եմ, որ դու լավ ապագա ես ունենալու, որովհետև դու կարգապահ ես, դու պարտաճանաչ ես, դու աշխատասեր ես, դու հետևողական ես, բայց շատ վտանգավոր է, երբ ծնողները երեխայի մոտ ասում են, որ նա առանց սովորելու հաջողում է, նա շատ ընդունակ է, նա կարող է առանց պարապելու բարձր գնահատական ստանալ, նա կարող է առանց պարապելու բոլորից բարձր ստանալ։ Սա համեստություն չէ։ Երեխային պետք է բացատրել, որ ընդունակության տաղանդով սկզբնական փուլում կարող է դու առաջ անցնես մյուսներից, բայց մեծ հաջողությունները, խորքային գիտելիքները պահանջում են բարձր հետևողականություն և յուրաքանչյուր մարդ, եթե չունենա զարգանալու, ձգտելու աշխատասիրություն, նա կկորցնի և իր տաղանդը, և իր շնորհը, և ամեն ինչ։
եւ ցանկացած հաջողության բանալին աշխատասիրությունն է։ Տաղանդը նվեր է Աստծո կողմից, իսկ աշխատանքը, աշխատասիրությունը պատասխանատվություն այդ նվերի հանդեպ։ Եվ համեստ մարդը շարունակ զարգացնում է իր ընդունակությունները, ավելացնելով իր օրհնությունները։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Հոգով աղքատ լինել չի նշանակում լինել խեղճ կամ անհաջողակ, այլ գիտակցել, որ ամեն ինչ մեզանից կախված չէ եւ մենք միշտ կարիք ունենք Աստծո առաջնորդության եւ իմաստության։ Եվ այն մարդը, որ համեստ է եւ իր ներսում ունի խոնարհություն, միշտ պատրաստ է, բաց է սովորելու, փոխվելու, աճելու համար։ Սիրելի ծնողներ, համեստ երեխա դաստիարակելու գործում առաջնային է ընտանիքի դերը։ Օրհնություն լինենք մեր երեխաների համար, լավ օրինակ լինենք։ Եվ միայն համեստ երեխաներն են դառնում ուժեղ եւ իմաստուն առաջնորդներ։ Մեզանից է կախված մեր երեխաների ապագան։ Համեստ ապրենք, հանուն մեր երեխաների։